Անցյալ տարի իհարկե մեծ էր աշխատանքը նաև Սփյուռքում այցերի միջոցով եւ նաև հյուրերին ընդունելու միջոցով, որտեղ մենք փորձում ենք մեր հայրենակիցներին բարձաբանել, բացատրել, թե ինչ է տեղ ունենում Հայաստանում, ինչ զարգացումներ են տեղ ունենում, ինչ է իրական Հայաստանի կոնցեպտը, օրինակ, ինչու երկրում հսկայական դժգոհություն կա հայրաքելական եկեղեցու վերնախավի հայտնի անձանց հետ կապված, որովհետև Սփյուռքում բնակվելով մեր հայրենակիցները մի քիչ այլ տեսանկյունից են նայում եւ իրենց էլ շատ խաթարված ձևով է ներկայացվում ճշմարտությունը եւ սա անընդհատ մեր վրա ճնշում է դնում, որպեսզի մենք բացատրենք իրականությունը, որպեսզի կարողանանք հասանելի եւ հասկանալի դարձնել մեր հայրենակիցների համար, թե ինչու է տեղի ունենում այն, ինչ որ տեղի է ունենում։ Եվ սա շատ կարեւոր աշխատանք է, որովհետեւ կրկնում եմ ուժեր կան, որոնք օր ու գիշեր զբաղվում են հենց այդ նման զարգացումները թյուր ձևով ներկայացնելով, որը ազդում է Սփյուռքում բարոյական իրավիճակի վրա, ինչպես նաև Հայաստանի հետ կապերի վրա։ Խոսեցիք Սփյուռքի մեր հայրենակիցների հետ շփումների մասին, հատկապես Հայաստանում տեղի ունեցող զարգացումները ներկայացնելու համատեքստում, ձեր շփումները, դիտարկումները ինչ են ցույց տալիս, բացի այն, որ ինֆորմացիան լավ չի հասնում իրենց կամ խեղաթյուրվում, ընդհանուր առմամբ ընկալումներն ինչպիսին են։ Դե ընկալումները շփումներից առաջ եւ շփումներից հետո տարբեր են։ Ընկալումները, այսպես եթե վակուում նայենք, այսինքն այնպեսին ինչպեսին կան, երբ որ մենք ասելով, այսինքն պետության ձայնը լսելի չի լինում, շատ ավելի մակերեսային են եւ համապատասխանում են այն տեղեկություններին կամ այն մեկնաբանություններին, որոնք մեծ ծավալով արտանետվում են Սփյուռք, այսպես ասեմ, դեռ այլ կերպ չեմ կարողանում բնութագրել, այսինքն Սեք մարդիկ, քանի որ ապրում են Սփյուռքում եւ չունեն պետությունը որպես խարիսխ հայության, հաճախ օրինակ հայրաքելական եկեղեցին են դիտարկում որպես պետականության խարիսխը, դա հասկանալի է, դա բնական է։ Եվ այդ զգացմունքային ֆոնը իրենց հաճախ չի թույլատրում, որպեսզի կարողանան ավելի ներքին վերլուծության ենթարկեն, ասեն, բայց լավ, սա ճիշտ է, թե սխալ է։ Եվ սա հաշվի առնելով բնական է մենք շատ համբերատար ձևով աշխատում ենք մեր հայրենակիցների հետ, գիտեք ինչն է հետաքրքիր, որ նույնիսկ մարդիկ, որոնք ասում են, որ սա հարձակում է, ասենք, եկեղեցու վրա, որ իհարկե շատ այսպես թերի եւ ինձ համար անհասկանալի վերլուծություն է իրավիճակի, նույնիսկ այդ մարդկանց երբ որ մի փոքր հարցուփորձ ես անում, ասում ես, բայց լավ, այս ամենը, որի մասին բոլորը գիտեն, այս բոլոր տեղեկությունները դուք ձեր կարծիքը դրական է այդ վերնախավի մի քանի անձանց մասին եւ բնականաբար բոլորը ասում են ոչ, շատ բացասական է, մենք շատ այս ամենին դեմ ենք։ Բայց այդտեղ իրենք չեն կարողանում տարանջատել հայրաքելական եկեղեցին, որը մենք ենք հավատավոր հայ մարդիկ, որոնք պատկանում են հայրաքելական եկեղեցու, ես չեմ ուզում արհամարել մեր նաև կաթողիկե եւ ավետարանական քույրերին եւ եղբայրներին, դա մենք ենք։ Եվ չեն կարողանում մեր եկեղեցին տարանջատել ինչ որ անհատներից, որոնք անցողիկ են։ Կգնան, եթե իրենց խելոք չպային, այսինքն ժողովուրդը պետք է ոտքի կանգնի այդ մարդկանց իրենց տեղը դնի։ Այդ բանը մենք Հայաստանում կարողանում ենք անել, որտեղ իմ կարծիքով մեր ընկալումները տարանջատման շատ ավելի հստակ են եւ մեր կարողությունը տարանջատել մեկը մյուսից շատ ավելի ուժեղ է, քան մեր Սփյուռքի հայրենակիցներինը, կրկնում եմ, դրա օբյեկտիվ պատճառը կա, պատճառը նա է, որ պետականության բացակայության պայմաններում նրանք միշտ նույնականացրել են հայությունը կամ հայապահպանությունը նաև եկեղեցու հետ եւ միշտ խառնել են հայրաքելական եկեղեցին եւ վերնախավը։